Բացի թողը բալեց։ Հա, մամջան, հա։ Մամ, ես պատկերացնում եմ, թե քո համար ինչքան դժվար է եղել այս հարցականությունը, բայց… Պետք չի ոչ մի բան ասել։ Ես չեմ հպարտանում արածիս համար։ Ու երևի ամբողջ կյանքում կտարապեմ, որ սուտ եմ խոսել։ Ես դա ուղղակի արեցի, որ դու չհայտնվես բանտում, ու չխորտակես կյանքդ։ Դու իրավունք չունես Զարուհին սպանելու։ Դու մարդասպան չես։ Մամ, ես իսկականից գնացել էի Զարուհին սպանելու։ Բայց այդ զենքը ձեռքս ներս մտա, մի պատ ձեռքերս քարացան։ Նույնիսկ Զարուհի աչքերում պատկերացնում ես զղջում կար։ Արդեն մտածում էի իմ ձեռքերով կբռնեմ ու քաշ կտամ ոստիկանություն այդ ամուսնին։ Բայց հետո սկսեց ավելի պակաս մանր խոսել Սոնայի հասցեին։ Ասեց սնենց կանեմ, որ քրոջդ այդ կատարվածը մանկական հեքիաթ կթվա։ Ոնց էր խոսում, ոնց որ հենց այտենց էլ պիտի լիներ։ Հերոսությունը հարել։ Ես չհասկացա էլ ոնց կրակեց։ Որտեղ այդ ժամանակ իմ համար մեկ էր, կնստեմ ես, թե Զարուհի հերը ինձ կսպանի։ Դու դեռ չես գիտակցում, թե ինչ ես արել։ Բայց տարիների ընթացքում այդ ծանր բեռը ավելի կծանրանա ու ամբողջ կյանքում կհետապնդի քեզ։ Այս ամեն ինչը ես չեմ սկսել, մամ։ Գիտեմ, բալես, գիտեմ։ Հիմա ինչ ես որոշել անել։ Պետք է մի որոշ ժամանակ հովիկի մոտ մնամ։ Կարող այդ լավ գաղափար չի, բայց ուրիշ ելք չունեմ։ Ես ու հովիկը միասին ենք մեծացել, որ դեռ դպրոցում էինք սովորում, համառային արձակուրդները միշտ միասին էինք անցկացնում գյուղում։ Միշտ ասում էր, որ մեծ քանդակագործ է դառնալու։ Դու մենակ պիտի տեսնեիր նրա հրաշք գործերը, որ քանդակում էր փայտի կամ քարի վրա։ Բայց նրա երազանքներին վիճակված չէր իրականություն դառնալու։ Ընդհանրապես մի պատահարի պատճառով գլխի վար շուռ եկավ նրա կյանքը։ Ու նա հայտնվեց այնտեղ, որտեղ ինքը օտարմարդ էր։ Թույլ չտաս, որ ես ցավագին պատմությունը կոտրի քեզ։ Խոստացի, որ չես կոտրվի։ Խոստացի, որ հույսը չես կորցնի։ Այս աշխարհը Զարուհի ու նրա հոր նմաններով ոչի լցված։ Լավ մարդիկ ավելի շատ են։ Ուղղակի պիտի ճիշտ ընտրություն կատարես։ Մի մտածի իմ մասին, մամջան։ Ես քեզ խոսք եմ տալիս, որի պատճառով երբեք չես ամաչի ու գլուխդ չես խոնարհի։ Ես ինչ գործ ունեի սրանք ստեղ ջիվան։ Դու ինչ է, գլխի չես ընկնում, կոշտ։ Չէ, չեմ ընկնում։ Քանի որ դու ինչ չէի նախ ազգուշացրել, որ սենց հավաք ես կազմակերպել։ Չհասկացանք։ Դու երբանից ես սկսել մտածել այն մասին, որ ես պարտավոր եմ աճոտ տալ քեզ իմ գործերի մասին, հա, կոշտ։ Թե սկսել ես Միրոյի ասածներին լուրջ վերաբերվել։ Էդ ինչի համար ես վրես բոշկա գլորում, ջիվան։ Ես քեզ միշտ հավատարիմ եմ եղել, ու հիմա էլ հետը տենց է, բայց քանի որ վերջի մի տարում քո պահանջով ես եմ կառավարել գործերը,
Ուրեմն ես պետք է կուրսի լինեմ, թե ինչա կատարում քո շուրջը։ Են տղեկը կոշտ, որ քիչ առաջ էստեղ էին։ Պատրաստ են ինձ օգնել, որ Միրոյին ճամփու դնելուց հետո շատ արագ կարգով մաքրեմ քաղաքը։ Ստեղծեմ կոմիտե ու ամեն ինչ հավաքեմ ձեռքս։ Ուզում ես ասես, որ Միրոյից հետո հերթ հասնելու է կոմիտեի մյուս անդամներին, հա։ Հա, կոշտ։ Եվ բոլոր են մարդկանց, ով այսօր հավաքված են Միրոյի շուրջը։ Այդ տղեկ այսօր պատրաստ են գործը վիզ վերցնել, իսկ ես դրա փոխարեն նրանց տեղ կտամ կոմիտեում։ Բայց այդ տղերք ու միջոցով իբր ուզում ես այս փոքրիկ հեղափոխությունը կատարես։ Այդքան չկան, որ նստեն կոմիտեում ու որոշումներ ընդունեն։ Դրանցից ամեն մեկի վրա ջիվան, մեր շոքով գրուզ կա, որից իրանք չեն կարա մաքրվեն, թեկուզ հայտնվեն կոմիտեում։ Իսկ այդ գրուզնում վրա չկա կոշտ, հա? Թե դու այնքան իդեալիստ ես, որ պատկերացնում ես, թե կոմիտեում նստած բոլոր տղեկը այնքան սուրբ են, որ վերեկը բիծ չկա։ Մենակ Միրոն այնքան թեմա ունի վրեն, որ սաղի սխալները կծածկի։ Հա, ունի ջիվան, բայց եթե լի հիմք չի, որ ամեն պատահած մարդու բերենք խցկենք կոմիտե, հետո ձեռքերը կերակն ընկնենք։ Ես ինչի մասին ես խոսում դու կոշտ։ Ներգապահին մենք ընդամենը պեշկա ենք, որին Միրոն ըստ իր հայացողության ստեմբեր է տանում։ Ու ես այն մարդը չեմ, որ այդ կարգավիճակի հետ կարողանամ համակերպել։ Ես ծեր ու հիվանդ մարդ եմ, եւ այս աշխարհում ինձ շատ քիչ ժամանակ է մնացել լեռ